Բարև ձեզ, դուք դիտում եք հրապարակումը։ Թե ինչ ենք պատմելու այս հաղորդմանը նախ կարճ մի քանի տողով։ Գյումրիում բարեկարգվում են մշակութային հասցեներ, նորոգման ծրագրերը կյանքի են կոչվում պետություն համայնք գործակցությամբ։ 2025-ին մասնակցային բյուջետավորման ծրագրի ֆինանսավորումը կրկնապատկվել է, որ համայնքներն են միացել արագացված կարգով ֆինանսավորմանը, հարցազրույց տաղավարում։ Մեկնարկել է ներուժի 6-րդ փուլի մասնակցության հայտերի ընդունումը, Սփյուռքահայ տեխնոընկերությունները մինչև 30 միլիոն դրամ պետական դրամաշնորհ ստանալու հնարավորություն ունեն։ Եվ հոլանդական վարդեր գողտրիկ գողթից ջերմատների ընդլայնման համար ընկերությունը ստանում է պետական աջակցություն։ Վերջին տարիներին Գյումրիում մոտ 11 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել, 144 միլիոնը ծախսվել է միայն մշակութային շենքերի շինությունների նորոգման համար։ Հայաստանի երկրորդ քաղաքում տիկնիկային թատրոնն ու Ասլամազյան քույրերի պատկերասրահն են բարեկարգվել կառավարություն համայնք գործակցությամբ։ Ամբողջությամբ պետբյուջեի հատկացումներով են վերափոխվել, ամրացվել դրամատիկական թատրոնի, թիվ 1 ավագ դպրոցի հուշարձան շենքերը։ Մեկ տարուց ավելի է Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտները ֆիզկուլտուրայի դասաժամերին խաղալու մարզվելու հնարավորություն ունեն։ Մասնաշենքը ավելի քան 10 տարի կիսավեր վիճակում է եղել, չի օգտագործվել մի քանի սերունդ, դպրոցն ավարտել է այդպես էլ ֆիզկուլ դահլիճի մասին երազելով։ Այսօր շատ քիչ դպրոցներ կան, որ կարող են ասել, որ իրենց ֆիզկուլտուրայի դասերը տեսականից բացի նաև կորզնականում արվում է սպորտ դահլիճներում, մենք անում ենք այդ դասերը եւ աշակերտները շատ գոհ են։ Մարզադահլիճը հիմնանորոգվել է կառավարության ու համաշխարհային բանկի վարկային միջոցներով, տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով, պետբյուջեից հատկացումներն ուղղվել են նաև հուշարձան շենքի մեկ այլ հատվածի վերականգնմանը։ Տասնամյակների չարչարանքից, գրելուց, թիմելուց հետո էր, որ ունեցանք այն, ինչ ունեցանք։ Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի շենքը 1916-ին է կառուցվել նախ որպես առանձնատուն, հետո որբանոց է եղել։ Միայն 20 տարի անց սկսել է գործել որպես ուսումնական հաստատություն։ Կառույցը ճարտարապետական մի կարևոր առանձնահատկություն ունի, որ սերունդներն ուղղակի պարտավոր են պահպանել։ Փայտե շքեղ պատշգամբն է։ Մինչև անցած տարի պատշգամբը շատ ահավոր վիճակի մեջ էր։ Նույնիսկ արդեն վտանգ կար, որ քայլելու ընթացքում աշակերտները կարող են, ասենք, վնասվել, որովհետև ծառայում է պատշգամբը նաև մասնաշենքերը իրար միացնող միջանցք որպես։ Պատշգամբը վերանորոգվել է պահպանելով նախկին տեսքը, փոխվել են հենասյուները, հատակը, որ դարձյալ փայտից է, կառուցել են նոր ճաղավանդակներ ու աստիճաններ։ Պատշգամբի ու մարզադահլիճի նորոգման համար ծախսել են մոտ 53 միլիոն դրամ։ Փայտե պատշգամբներն, ասես Գյումրվա ճարտարապետության յուրօրինակ դիմագիծն են դարձել։ Մի այդպիսի շքեղ տեսարան էլ Ասլամազյան քույրերի պատկերասրահն ունի, 1800-ականների շենք է, խորհրդային տարիներին ձևափոխվել, դարձել է խանութ, հետո բնակ տարածք։ Երկրաշարժին 80-ականներին շենքը բավականին վնասված է եղել, 2000-ականներին լիսի հիմնադրամով վերականգնվել է, հատվածներ կար, որ փլված է եղել, պահպանման հետ կապված խնդիրներ են ունեցել եւ ամբողջը վնասվել էր, փտել էր, ընդհանրապես այցելուների համար վտանգավոր էր։ Հանրապետության երկրորդ քաղաք եկող զբոսաշրջիկների այցելվող վայրերից է, հաճախ գալիս են ուղղակի ճարտարապետական տեսքով զմայլվելու, պատշգամբը սուբվենցիոն ծրագրով է վերականգնվել, արժեքը ավելի քան 13 միլիոն դրամ է։ Այս ողջ ընթացքում սուբվենցիոն ծրագրերի Գյումրիում իրականացվել են շուրջ 11 միլիարդ դրամի ընդհանուր արժեքով աշխատանքներ, այդ թվում պետական բյուջեի համաֆինանսավորումը կազմել է շուրջ 5.4 միլիարդ դրամ։ Այս ծրագրերի շրջանակներում նաև իրականացվել են մշակութային շենքշինությունների հիմնանորոգման վերանորոգման աշխատանքներ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 144 միլիոն դրամ։ Սուբվենցիոն ծրագրով են նորոգման աշխատանքներ իրականացվել նաև Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնում։ Մարզի միակ տիկնիկայինը հիմա ավելի բարեկարգ տեսք ունի։ Առաջին հարկում ֆոյեի հատվածում հատակն է հիմնովին վերակառուցվել, միջանցքի հատվածը էլի հատակը ու ամբողջապես երկրորդ հարկի հատվածը։ Հենց աստիճաններից սկսած վերափոխվել է, կառուցվել է։ Նորոգման շնորհիվ թատրոնը նաև նոր դահլիճ ունի, մի քանի նոր տարածք էլ կծառայեն որպես տիկնիկների նորոգման ու զգեստավորման պահման սենյակներ։ Կառավարության եւ համայնքի համաֆինանսավորումը ավելի քան 55 միլիոն դրամ է։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում նախատեսում է եւ կիրականացվեն երիտասարդական պալատի հիմնանորոգման աշխատանքները, ինչպես նաև Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը նույնպես հիմնանորոգվելու է։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 84 միլիոն դրամ։
Մշակութային կառույցների նորոգման նպատակով պետական բյուջեից միջոցներ են հատկացվել նաև հրատապ անհետաձգելի ծրագրերին։ Կառավարության որոշմամբ ավելի քան 34 միլիոն դրամ է ուղղվել Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի արտաքին պատուհանների փոխարինմանը։ Կառավարություն համայնք բնակիչ գործակցություն մասնակցային բյուջետավորման միջոցով ինչ ծրագրեր են իրականացվել, խոսելու ենք տաղավարում, այստեղ է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության համայնքային բյուջեների բաժնի պետը։ Պարոն Մուրադյան, մենք պարբերաբար անդրադառնում ենք սուբվենցիոն ծրագրերի, թվում է թե մասնակցային բյուջետավորման ծրագիրն էլ մեծ հաշվով համայնքներում ինչ-որ խնդիրներ լուծելու համար է։ Որն է տարբերությունը։ Մասնակցային բյուջետավորման ներդրումը հնարավորություն է տալիս համայնքային մակարդակում համայնքի բնակիչի գաղափարներ, ծրագրեր ներկայացնել ու իր իսկ քվեարկությամբ կյանքի կոչել այդ ծրագիրը։ 2024 թվականին մասնակցային բյուջետավորման գործընթացի խթանման նպատակով հատկացվեց 500 միլիոն դրամ։ Սա առաջին տարին էր 2024-ը։ Առաջին տարիներ այո 500 միլիոն դրամի շրջանակում իրականացվեց մասնակցային բյուջետավորում, պիլոտավորվեց 4 համայնքներում Արմավիր, Աշտարակ, Աբովյան եւ Ջերմուկ իրականացվեցին թվով 8 ծրագրեր, որոնց արդյունքները գոհացուցիչ են։ Այդ 8 ծրագրերը տարաբնույթ էին՝ թենիսի կորտերի կառուցում, խմելու ջրագծի, ոռոգման ջրագծի հիմնանորոգում, մշակույթի տան հիմնանորոգում։ Իսկ ընթացակարգը նույնն է սուբվենցիայինը։ Սուբվենցիայի տեսանկյունից ընթացակարգը ունի որոշակի տարբերություններ, արագ ընթացակարգով տրամադրվող սուբվենցիաներ են, որոնց ծրագրերը ձևավորում են համայնքի բնակչի կողմից մասնակցային գործընթացներով։ Այստեղ եթե համադրելու լինենք որոշակի կոմպոնենտներ, մարզպետարանի օղակը շրջանցվում է, միջգերատեսչական հանձնաժողովի օղակը նույնպես շրջանցվում է, դրա փոխարեն ստեղծվում է համայնքի ղեկավարի կողմից մասնակցային բյուջետավորման գործընթացը կառավարող հանձնաժողովը որոշակի չափորոշումների հիման վրա ընտրում է ծրագրեր ու ծրագրերը քվեարկության արդյունքում կյանք են կոչվում։ Ֆինանսավորման համամասնությունը ինչպես է կազմում այս Ֆինանսավորման համամասնությունը 80-20 հարաբերակցություն, բայց սակայն ստեղ մի փոքր նրբություն կա։ Պետական մասնակցությունը առավելագույն սահմանաչափ է սահմանում, յուրաքանչյուր համայնքի համար տրամադրվում է X գումար, այդ ծրագրի առնվազն 20%-ը պետք է իրականացնի համայնքը։ Նախորդ տարվա արդյունքներով մեր բոլոր 4 համայնքներում 20%-ը բոլորն էլ գերազանցել էին։ Նշեցիք 4 համայնք, ինչպես կատարվեց ընտրությունը եւ այս տարի արդյոք նորից 4 համայնքի հետ եք աշխատում։ Նախորդ տարի պիլոտավորվեց 4 համայնքներում այն նախապայմանով, որ համայնքները ունեին որոշակի փորձառություն։ Իրենց կամավորության հիմունքներով իրենց բյուջեի հաշվին մինչ 2024 թվականը իրականացրել էին մասնակցային գործընթացներ։ Որոշակի տեղեկացվածություն, փորձառություն ունեին այդ համայնքները, իսկ 2025 թվականին ելնելով այդ 4 համայնքների արդյունքներից գումարը կրկնապատկվեց, պետական բյուջեից արդեն իսկ հատկացվում է 1 միլիարդ դրամ, համայնքների թիվը դարձավ 21 համայնք։ Այդ նույն 21 համայնքները նույնպես 24 թվականին կամավորության հիմունքներով իրենց բյուջեի հաշվին նույնպես իրականացրել են մասնակցային գործընթացներ, այսինքն հաշվի առնվել հիմնականում համայնքների փորձառությունը մասնակցային բյուջետավորման նախաձեռնողականությունը, ակտիվությունը։ Հուսով ենք արդյունքներից ելնելով մյուս տարի ավելի կշատանան համայնքները, մինչև կընդլայնենք ամբողջ հանրապետության 71 համայնքների շրջանում։ Գործիքը գրավիչ է։ Արդեն նշեցիք մի քանի ծրագրեր, բայց կան կրկնվող ծրագրեր, որոնք տարբեր համայնքների, այսպես ընդհանրացնող մտահոգող խնդիրներ են, որոնք օր առաջ ուզում են բնակիչները լուծել։ Իհարկե կան կրկնվող ծրագրեր, նախորդ տարվա պիլոտավորման արդյունքում մենք բախվեցինք այդ խնդրին, դրա համար այս տարվա կարգավորումներում որոշակի լավարկումներ մտցրեցինք, բովանդակման մեկնեղման հնարավորություն ունեցող առաջարկները մենք միավորեցինք։ Օրինակ Աշտարակ համայնքում Կոշ, Արուջ բնակավայրերում իրականացվեց ֆուտբոլի խաղադաշտերի կառուցում։ Իսկ այս տարվա ծրագրերը արդյոք արդեն հաստատված են եւ քվեարկություններն իրականացված։ Այս տարվա արդյունքները բավականին ոգևորիչ են։ Միշտ կառավարության որոշում ընդունելը համայնքների հետ աշխատելով, համայնքները արդեն իսկ սկսել էին իրենց նախապատրաստական փուլը, դեռևս իրանք ժամկետի մեջ են սահմանված չափորոշիչների, ապրիլի 1-ը սահմանված ժամկետն է, որ պետք է հայտերը ներկայացնեն տարածքային կառավարման նախարարություն։ Մի քանի համայնք է մնացել քվեարկության փուլի ավարտին, առաջարկները նախնական ներկայացված համաձայն իրենց կայքերի տեղադրված տեղեկատվության տարաբնույթ են, նույնպես էլի ոռոգման համակարգեր, ճանապարհներ, խմելու ջրագծեր, մարզամշակութային կենտրոնների հիմնանորոգումներ, ջեմուղիներ, այգիներ, տարաբնույթ են։ Իդեպ մի շատ հետաքրքիր առաջարկ վերջերս հանդիպեցի Արենի համայնքում, կար մանկությունն առանց հեռախոսի անվանումով ծրագիր, շատ լավ գաղափար։ Ինչ է ենթադրում։ Բակերում խաղահրապարակների
կառուցում ժամանակակից լուծումներով, հրապուրիչ վայրերի ստեղծում, մարզամշակութային կենտրոններ, երեխաներ որպեսզի հեռախոսից կտրվեն, որ առօրյա բախվենք բոլորս մեր ընտանիքներում այդ խնդրին։ Հրաշալի։ Իսկ ընդհանուր առմամբ ո՞նց է իրականացվում այդ գործընթացը։ Բնակիչները հավաքվում են մեկ տեղում, այսպես բաց քվեարկության միջոցով են ընտրվում ծրագրերը։ Հակիրճ ներկայացնեմ, մասնակցային բյուջետավորման գործընթացը մենք մեթոդական ուղեցույց ենք մշակի տրամադրել իրականացնող համայնքներին, բաղկացած է հիմնականում 8 փուլերից, նախապատրաստական փուլ, որով ամրագրվում են իրավական անհրաժեշտ իրավակարգավորումները, հավաքանու որոշում, համայնքի ղեկավարի որոշում, հանձնաժողովի ստեղծում, ժամանակացույցի հաստատում։ Երկրորդ փուլը ամենակարևոր փուլերից մեկն է հանրային իրազեկման արշավ, համայնքներում ոչ բոլորն են տեղյակ մասնակցային բյուջետավորման իրականացման գործընթացի վերաբերյալ։ Սա այս փուլից է կախված համայնքի հիմնախնդրի վերհանումը, ինչքան լավ իրազեկման արժանի կան նվազագույն շեմ, ըստ որի պետք է մասնակցությունը այդքան լինի, որպեսզի իրականացվի մնաց։ Իհարկե, քվեարկելու իրավունք ունեցող մասնակիցների առնվազն 1%-ը պետքա քվեարկի տվյալ ծրագրի օգտին ու հաղթող է համարում այն ծրագիրը, որը առավելագույն քվեներ է ստացել։ Քվեարկելու իրավունք ունի 16 տարին լրացած համայնքի բնակիչները։ Համայնքներում ապահովված այդ տեխնիկական բոլոր հնարավորությունները, համայնքի բնակիչը մուտք է գործում պաշտոնական կայք, համապատասխան ենթահամակարգ է ներդրված, մասնակցային բյուջետավորում ենթահամակարգ գրանցվում է, առաջարկ է ներկայացնում։ Իդեպ առաջարկ ներկայացնելն էլ շատ բարձունակ ու հեշտ է ամրագրված, ընդամենը ներկայացնում է իր անազգանուն կոնտակտային տվյալներ, առաջարկի անվանումը, առաջարկի հակիրճ նկարագիր, հիմնախնդիրը ինչին է ուղղված տվյալ առաջարկի իրագործման արդյունքում ինչ խնդիրներ են լուծում, ինչպես նաև որոշակի մոտավոր ֆինանսական գնահատական առաջարկի վերաբերյալ։ Հետո մասնակցային բյուջետավորման գործընթացը կառավարող հանձնաժողովը երկրորդ փուլում նախնական գնահատում է իրականացնում, այն ծրագրերը, որոնք չափորոշիչներին չեն համապատասխանում, տեղեկացում են հեղինակներին համապատասխան հիմնավորմամբ թե ինչու չեն համապատասխանել, իսկ որոնք համապատասխանել են, դրվում են արդեն հանրային լսումների ժամանակ ներկայացում է ծրագրի արդյունքները, օգուտները, ինչպես նաև քվեարկության դրված ծրագրերը ներկայացնում այդ հեղինակներն են ներկայացնում, համայնքի բնակիչները, հանձնաժողովն են ներկայացնում, բավականին հետաքրքիր ու շատ լավ process է։ Մեր մարզային այցելությունների ժամանակ, համայնքային այցելությունների ընթացքում բավականին ոգևորված էին համայնքի բնակիչները, զարմանալից բավականին ակտիվ էին, ովքեր տեղեկացված են, ակտիվությունը ոգեշնչող է։ Իսկ ինչքան ժամանակ ունեն համայնքները ծրագրերին իրականացնելու համար։ Ծրագրերը այստեղ պետք է իրականացնեն տվյալ բյուջետային տարվա ընթացքում 1 տարի, պետք է ընտրվի փոքր ծրագրեր հիմնականում, որպեսզի 1 տարվա արդյունքում համայնքի բնակիչը տեսնի արդյունքը։ Արդյունքը եթե տեսավ, արդեն հաջորդ տարի ավելի ներգրավվածությունը, ակտիվությունը քաղաքացիների կբարձրանա։ Պարոն Մուրադյան, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Մեկնարկել է ներուժի արդեն 6-րդ շրջափուլի տեխնոլոգիական ստարտափների ծրագրերի հայտերի ընդունումը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հրավիրում է Սփյուռքում բնակվող ու նորարարական գաղափարներ ունեցող մեր հայրենակիցներին գալ հայրենիք, մասնակցել 6-օրյա ճամբարների, ծանոթանալ Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստեղծել կապեր ու ստանալ անհատական մենթորություն։ Արդյունքում պետությունը տալիս է նաև դրամաշնորհներ, գաղափարի փուլի համար մինչև 15 միլիոն, աճի փուլի համար մինչև 30 միլիոն դրամ։ Ծրագրով ընկերությունները հայրենիքում պետք է մնան 1 տարի ժամկետով, բայց վիճակագրությունը ցույց է տալիս, նրանք այստեղ են մնում շատ ավելի երկար։ Ծննդավայր հասցեից Մոսկվայից հայրենիք տեղափոխվելու ներքին մղումը Միքայելն ունեցել է միշտ։ Իրականում ես իմ ողջ գիտակցական կյանքում եմ դա ցանկացել, Հայաստանում կարիերաս կառուցել, ապրել։ Մոսկվայաբնակ հայ երիտասարդի մեծ ցանկություն իրականություն դարձավ շատ անսպասելի։ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող ներուժ Սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների պետական ծրագիրը դարձավ լավ առիթ, որ Միքայելը նախ Հայաստան գա, ապա հանրայնացնի իր նորարարական տեխնոգաղափարը ու դրա իրագործման փուլ մտնի։ Նախորդ տարվա ներուժի հաղթողներից է Միքայելը որպես լավագույն գաղափարի հեղինակ։ Մասնագիտությամբ նյութաբան երիտասարդը բժշկության մեջ նորամուծության է պատրաստվում։ Արյան անոթների, զարկերակների եւ այլ սնամեջ օրգանների համար նոր տեսակի ճկվող ստենտերի մշակմամբ է զբաղվում։ Ես առաջարկելու եմ ստենտի նոր տեսակ, որին հնարավոր կլինի նախապես ձև տալ եւ այն կակտիվանա օրգանիզմում անհրաժեշտ տեսքով, դիրքով։
Միքայելի հեղինակած տենտերը կիրառելի կլինեն բարդ վիրահատությունների ժամանակ, երբ վնասված անոթները թեք են, խճճված ու բժիշկներն այդ դեպքում ստիպված են հիմա մի քանի ուղիղ ստենտ տեղադրել կամ բաց վիրահատության գնալ։ Ներուժ 5-ի հաղթողը ստացած դրամաշնորհով մտադիր է մոտ 3 տարուց իր գաղափարն արդեն նյութականացնել վիրաբույժների նման իրավիճակների համար այլընտրանք առաջարկել ճկվող ստենտերը։ Իմ թիկունքում կան քիմիկներ, բիոֆիզիկներ, կարդիովիրաբույժներ, մասնագետներ տարբեր երկրներից՝ Ռուսաստանից, Հայաստանից, Իսպանիայից, Էստոնիայից, Իսրայելից։ Ներուժ Սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրն արդեն 5 տարի հնարավորությունների հարթակ է, որ աշխարհի ամենատարբեր հասցեներից նորարարական տեխնոմտածողության մասնագետները կամ թիմերը Հայաստան գան, փորձեն նյութականացնել իրենց գաղափարները դրամաշնորհների միջոցով, եթե մրցութային հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչվեն։ Ծրագիրն ունի 2 բաղադրիչ, հաղթողներին ընտրում են 2 անվանակարգում՝ գաղափարի փուլ, աճի փուլ, մրցանակակիրների եռյակով։ Ծրագրի բյուջեն կազմում է 90 միլիոն, որից 30 միլիոնը հատկացվելու է գաղափարի փուլում գտնվող ստարտափներին, իսկ 60 միլիոնը արդեն աճի փուլում գտնվող ստարտափներին։ Աճի փուլում գտնվող ստարտափների համար բաշխվածությունը համապատասխան դրամաշնորհային միջոցների առաջինից երրորդ հորիզոնականների համար համապատասխանաբար կազմելու է 30 միլիոն դրամ, 20 միլիոն դրամ եւ 10 միլիոն դրամ։ Իսկ գաղափարի փուլում գտնվող ստարտափների համար համապատասխանաբար 15 միլիոն, 10 միլիոն եւ 5 միլիոն դրամ։ IT մասնագետերի հայրենադարձությունը խթանող ստարտափ էկոհամակարգերի զարգացման ու երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացին միտված ծրագիրը մեկնարկից ի վեր յուրաքանչյուր տարի Հայաստան է հրավիրում մոտ 40 թիմի, հաղթող ընտրում 6-ին, բայց հնարավորությունը միջազգային հեղինակավոր աքսելերատորի կողմից կազմակերպվող 6-օրյա միջոցառումների մասնակցել, ծանոթանալ Հայաստանի բիզնես միջավայրին, նոր կապեր ստեղծել բոլորինն է։ Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր թիմից 2 անձի համար նախարարությունը հոգալու է բոլոր ծախսերը, այսինքն եւ փոխադրումը եւ այստեղ կեցության հարցերը հագեցած առօրյան մնում է մեր հայրենակիցներին լրացնել հայտ։ Ծրագրի 6-րդ փուլի հայտերն են հիմա արդեն ընդունվում։ Հայաստանը սպասում է նոր ներուժականներին, դիմել կարող են նորարարական ստարտափ գաղափար ունեցող այն սփյուռքահայերը, որոնք առնվազն 5 տարի բնակվում են Սփյուռքում օրինական հիմքով, այն թիմերը, որոնց անդամների առնվազն կեսը սփյուռքահայ են, դարձյալ օրինական հիմքով այնտեղ առնվազն 5 տարի բնակվող ու այն հայրենադարձները, որոնք 5 տարի ապրել են Սփյուռքում եւ Հայաստան են եկել վերջին կես տարում։ Ներուժ 6-ը նորություններ ունի 6-օրյա միջոցառումներից բացի հաղթող 6-յակի հետ միջազգային աքսելերատորը եւս 1 ամիս կշարունակի գործակցությունը կաջակցի։ Ռուսաստանում, Վրաստանում բնակվող կանայք ամենայն հավանականությամբ գարնանային տոներին ծաղիկներ են ստացել նաև կոտայքի գողթից։ Ծաղիկ աճեցնող հայկական ընկերությունը տարեկան 11 միլիոն վարդ է արտահանում։ Աճող պահանջարկով հոլանդական սորտի ծաղիկների ջերմատոները գողթում ընդլայնվում են։ Հիմա նորերն են կառուցվում եւս 5.5 հեկտար մակերեսով։ 4 միլիարդից ավելի ներդրում է նախատեսված։ Գերակա համարվող ոլորտում գործունեությունն աջակցելու համար պետությունը տալիս է մաքսատորքի արտոնություն, սուբսիդավորում է ջերմատների կառուցման համար նախատեսված վարկի տոկոսագումարները։ Տարին 12 ամիս ամեն օր երկրացողում փշոտներն ըստ հասակի հաթատեսակավորվում, փնջավորվում են երկար ճանապարհից առաջ։ Ամսական մոտ 1 միլիոն վարդ այստեղ թարմ հավաքվում, տարեկան արտահանվում է գրեթե 11 միլիոնը։ Հիմնական սպառումը Ռուսաստանի դաշտությունում է կատարվում, ունենք Վրաստանում նաև արտահանում, 90%-ը գրեթե արտահանվում են։ Դա կախված է նաև նրանից, որ մենք չենք ուզում խանգարել փոքր ջերմատներին, որպեսզի նրանք կարողանան իրենց արտադրանքը իրացնել մեր հայկական շուկային։ Գողթի վարդեր, այսպես են ջերմատան անուշաբույրներին անվանում Հայաստանում, այս անունով են ճանաչում երկրից դուրս էլ։ Ծովի մակարդակից 1700 մետր բարձրության վրա արևկող գողթի տարածքում հոլանդական սորտի ծաղիկները որակով, քանակով, տեսակակիցների կողքին մրցակցային դիրքով ոչ միայն գործում ջանք դնողներին են գոհացնում, ջերմատան հյուրերին նույնպես։ Մեր գեղեցկուհիները շատ բարձրահասակ են, բարձրակարգ որակ ունեն, որ չենք զիջում նույնիսկ հոլանդական վարդերին։ Երբ որ ունենում ենք հյուրեր դրսից մասնագետներ, խորհրդատուներ, զարմանք են ապրում, որ Հայաստանում այս գողտրի կանկյունում այսպիսի գեղեցիկ եւ հիասքանչ վարդեր կա եւ այսքան շատ տեսականիներ ունենք մենք։ 2012-ին գործը սկսեցին վարդերի փոքրիկ աշխարհ հիմնելով ընդամենը 2 հեկտարի վրա, որն այն ժամանակ մակերեսով ամենամեծն էր Հայաստանում։ Նախապես մտադրված էին նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ավտոմատ կառավարվող միջավայրում լոլիկ աճեցնել, ընկերություններ կոչել էին Էկոտոմատո։ Վերջին պահին են որոշել մշակաբույսը փոխել, իսկ հետո դրսի շուկայում գողթի վարդերի աճող պահանջարկին ընդառաջ ընդլայնվել 6 հեկտարով էլ։
Մրցակցությունը օր-օրի ավելի մեծանում է եւ Ռուսաստանի Դաշնությունում, եւ ԱՊՀ մնացած տարածքներում, եւ Հայաստանում ավելանում են բարթերի, ջերմատների քանակը։ Հիմնականում կարողանում ենք մեր տեղը պահել եւ ընդլայնվել մեր որակի շնորհիվ։ Գրեթե ամեն օր մեկ բեռնատար ծաղիկ արտահանող ընկերությունը հիմա պատրաստվում է նոր ներդրումների, մտադրություն ունեն ոչ միայն ունեցած շուկաներում ծավալներն ավելացնել, նաև արտահանումը դիվերսիֆիկացնել, գողթի վարդերին ճանապարհ տալ նաև Եվրոպա, Եգիպտոս, Արաբական Էմիրություններ։ Այս հատվածում է լինելու ջերմատունը 5.5 հեկտար մակերեսով։ Գործողին կից նոր ջերմատան հատվածում հողային աշխատանքները սկսել են դեկտեմբերին, ապրիլին կանցնեն շինարարությանը։ Ընդհանուր 4.3 միլիարդ դրամի ներդրում կարվի, պրոյեկտն իրագործել կաջակցի նաև պետությունը։ Օգտվում ենք պետության մի քանի աջակցության ծրագրից, որոնցից մեկը գերակա ոլորտում իրականացվող ներդրումների շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատման ծրագիրն է, դիմել ենք արդեն կառավարությանը, ստացել ենք աջակցությունը։ Մյուսը Հայաստանի Հանրապետությունում ջերմատների զարգացման աջակցության ծրագիրն է, որով սուբսիդավորվում է վարկի տոկոսները։ Հատիկավոր ու փնջային վարդերի իրենց գունեղ ու բազմատեսակ հեկտարների կողքին նոր կառուցվող տարածքում նոր տեսակներ նաև կաճեցնեն, այդ թվում պիոնանման վարդեր։ Այս ձմեռնամուտին ընդառաջ պլանավորում են նոր տարածքից արդեն բերքահավաք անել, էկոտոմատոյի թիմն էլ համալրել մոտ 70 նոր աշխատակցով։ Դուք դիտում եք հրապարակումը, շնորհակալություն ուշադրության համար։ Մեր բոլոր հաղորդումները հասանելի են նաև YouTube-ում, ARM Gov-ում։ Մեր հաջորդ հանդիպումը մեկ շաբաթից է։